Պարոն Բեգլարյան, արդեն մոտ 20 օր է Ազատության հրապարակում վրան եք տեղադրել նախաձեռնող խմբի անդամներով եւ այստեղ կայացած հանրահավաքի ժամանակ 12 պահանջներ ներկայացրեցիք, որոնք սոցիալական խնդիրների լուծմանն են վերաբերում, նաեւ քաղաքական, արցախցիների հավաքական վերադարձի հետ կապված։ Այս ընթացքում ինչ հանդիպումներ, քննարկումներ են եղել են կարծես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, ինչ արդյունքներ կան։ Իրականում եկեք սկզբից գանք համախմբման արդյունքներին, հետո նոր կառավարության հետ բանակցությունների արդյունքներին։ Վրան տեղադրելը եւ այսպես ասած խորհրդանշական ձևով այս հարթակը օգտագործել հանրային լայն համախմբման համար, կարծում եմ հաջողել ենք քիչ թե շատ եւ այս ընթացքում մենք կարողացել ենք եւ այս հարթակում եւ տարբեր այլ ձևաչափերով հանդիպումներ, քննարկումներ, բովանդակային համագործակցություն սկսել եւ արցախյան եւ հայաստանյան քաղաքական բազմաթիվ ուժերի եւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ։ Հիմնական մասը լուսաբանվել է եւ ողջունելին այն է, որ բոլորը ընդունել են արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հանրահավաքի ժամանակ հրապարակված պահանջագիրը որպես օրակարգ համագործակցության։ Այսինքն այս 12 կետը բոլորին համախմբել է, բոլորին, երբ ասում եմ բոլորին, բնականաբար նկատի ունեմ նրանք, ովքեր առ այսօր ցույց են տվել որոշակի հետաքրքրություն կամ սրտացավություն արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված։ Հետևաբար առաջին նպատակի առումով մենք կարող ենք ասել, որ ի տարբերություն մարտի 28-ի կամ մարտի 29-ի մենք հիմա ունենք արդեն բավականին լայն հանրային համախմբում, լայն հանրային կոնսենսուս եւ որոշակի ամուր ձևավորված համակարգ գործընկերների հետ միասին, որը նշանակում է, որ մենք պատրաստ ենք ավելի երկարաժամկետ պայքարի։ Ինչ վերաբերում է կառավարության հետ բանակցություններին, ապա այո, հիմնական շփումները եղել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, խորհրդի ներկայացուցիչների կողմից եւ այստեղ Տիգրան Խաչատրյանը ուղղակիորեն նշել է, որ ինքը լիազորված է բանակցել միայն սոցիալական կամ սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ եւ քաղաքական կամ արտաքին քաղաքական, այսպես ասած, հարցերը չեն քննարկվում եւ իրենք որևէ ձևով պատրաստակամություն չեն հայտնել իշխանությունները այս հարցերի շուրջ մեզ հետ բովանդակային քննարկումներ ունենալ։ Գալով սոցիալ-տնտեսական բլոկին, որը կարող եմ համարել ամենահրատապ եւ ամենազանգվածային ու ամենաանմիջական խնդիրը այս պահին, որոշակի դրական միտումներ կան ի տարբերություն սկզբի օրերի բանակցությունների արդյունքում կարծես թե կառավարության ներկայացուցիչները արդեն ընդունում են, որ այո, շատ լուրջ խնդիրներ կան բնակարանային ծրագրում եւ զբաղվածության ծրագրում եւ իրենք պատրաստակամություն են հայտնում մեզ հետ միասին քննարկումների արդյունքում, մասնագիտական խմբերի աշխատանքների արդյունքում համապատասխան բարելավումներ անել եւ նաեւ պատրաստակամություն են հայտնել 2 ամսով մինչև ապրիլի 1-ը եղած բնակվարձի աջակցության ծրագիրը երկարաձգել, այսինքն մինչև հունիսի 1-ը, բայց գումարի չափը ոչ թե 50,000, այլ 40,000 բնակվարձի աջակցության համար, ուղղակի այս ժամանակը օգտագործելու համար մասնագիտական քննարկումների եւ ծրագրերը վերանայելու նպատակով սա իրենց փաստարկն է։ Այս տեսանկյունից կարող եմ վստահաբար ասել, որ հանրային ճնշումը եւ լայն հանրային համախմբումը արդեն իր ճնշման ազդեցությունը ունեցել է եւ ունենում է։ Սոցիալ-տնտեսական խնդիրների մասին նախ ավելի կենտրոնական կառավարությունից ասում են, որ բնակարանային ապահովման ծրագիրը, որ իրենք առաջարկել են արցախցիների, շատ փոքր մասն է դրանից օգտվում եւ եթե հիմա սոցիալական այս աջակցության ծրագիրը 50,000 դրամների ամեն շնչի հաշվով դադարեցվի, ապա մարդիկ արցախցիները ավելի հակված կլինեն գնալ եւ բնակարաններ ձեռք բերել այդ սերտիֆիկացիոն ծրագրով։ Սրա մասով ինչ կասեք, ի՞նչն է խնդիրը, որ շատ փոքր է ծավալը սերտիֆիկատների միջոցով բնակարաններ ձեռք բերելը։
շատ կոպիտ այլաբանություն օգտագործեմ կամ անալոգ անեմ, մոտավոր այսպես է, որ անդունդի եզրին մարդ կա կանգնած կամ պարանից կախված եւ իշխանությունները ասում են, այս մարդը չի ուզում անդունդից ներս ցածկի, ներքև ցածկի եւ քանի որ իրեն հիմնական պահողը պարանն է, եկեք այս պարանը կտրենք, որ ինքը ստիպված ցածկի։ Մոտավոր սա է տրամաբանությունը, այսինքն իրենք չեն ուզում ընդունեն, որ բնակարանային ծրագիրը առ այսօր չէին ընդունում, որ բնակարանային ծրագիրը ձախողված է եւ հիմնական պատճառը այդ ծրագրից չօգտվելու հենց բնակարանային ծրագիրն է։ Այսինքն բովանդակային խնդիրներ այնտեղ կան, գործընթացային, ընթացակարգային խնդիրներ կան եւ իրենք առաջնահերթորեն պետք է ծրագիրը բարելավեն մեր կարծիքները լսելով, մեր առաջարկները լսելով, հաշվի առնելով մեր մտահոգությունները, հետո նոր արդեն մտածեն, թե արդյոք այլ կաշկանդող հանգամանքներ կան։ Հաջորդը իրենք հերթական անգամ փորձում են մեզ հետ եւ ընդհանրապես շահառուների հետ խոսել հարկադրանքի լեզվով, այնինչ այստեղ պետք էր խոսել խրախուսանքի լեզվով։ Այսինքն կարելի էր գտնել խրախուսանքի այնպիսի ձևեր, որ մարդիկ շահագրգռված լինեն օր առաջ դիմելու բնակարանային ծրագրին եւ օգտվելու այդ ծրագրից։ Ես հիմա չեմ ուզում շատ մանրամասն ծրագրի խնդիրներին անդրադառնալ, բայց մի քանի սկզբունքային խնդիր կարող եմ արձանագրել։ Նախ սկզբունքային խնդիրներից մեկը քաղաքացիության պահանջն է, իսկ քաղաքացիության մասով արցախցիները բավականին լուրջ վերապահումներ ունեն, քանի որ բոլորս կարծում ենք, որ մենք ի սկզբանե եղել ենք քաղաքացի եւ ուղղակի չպետք է զրկվեինք քաղաքացիությունից եւ այստեղ նաեւ սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններ կան, որ մարդիկ չեն ուզում հրաժարվել այսպես կոչված Արցախի անձնագրից, որը միաժամանակ Հայաստանի Հանրապետության անձնագիր է։ Կան բանկերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Մարդիկ չեն կարողանում դիմել բանկին, չեն կարողանում լրացուցիչ վարկ ստանալ, բանկը վարկունակությունը գնահատում է նաև պետական աջակցության չափը ներառելով եւ այլն եւ այլն։ Կա բավականին լուրջ խնդիր զբաղվածության հետ կապված, որը կարող ենք ասել երևի ամենահիմնարար հարցն է։ Իրենք բնակարանային ծրագիրը դիտարկում են անջատ զբաղվածության ծրագրերից եւ մարդկանց փորձում են հարկադրել մղել այնպիսի բնակավայրեր, որտեղ զբաղվածության հնարավորություններ չկան։ Եվ նույնիսկ Հայաստանի մեր հայրենակիցները, Հայաստանի բնակիչները այդ բնակավայրերից արտագաղթում են։ Հաջորդ խնդիրը իրենք ստիպում են փաստացի կամ խրախուսում են, որ մենք երկրորդային շուկայից գնենք տները, որը պետական քաղաքականության տեսանկյունից կարճամտություն է, մեղմ ասած, եւ իրենք բանկերից վերցնում են գումար, խոշոր, մոտավոր մինչև 500 միլիարդ դրամի, 10 տարվա ընթացքում լրացուցիչ տոկոսներ են տալիս ավելի քան 300 միլիարդ դրամի եւ այդ գումարը մղում են տնտեսություն, բայց տնտեսությունում դա ավելացված արժեք չի ստեղծում։ Ուղղակի երկրորդային շուկայից մենք բնակարաններ են գնելու հիմնականում ոչ լավ վիճակում եւ այդ բնակիչները արտագաղթելու են այդ բնակավայրից, լավագույն դեպքում Երևան, վատագույն դեպքում արտագաղթելու են երկրից այդ կապիտալով հանդերձ։ Եվ այստեղ էլ լուրջ խնդիրներ կան, որ իրենք պետք է խթանեն առաջնային շուկան, այսինքն կառուցապատումը եւ հատկապես որ մարդիկ կարողանան իրենց ձեռքով իրենց տունը կառուցել, որպեսզի շատ մեծ լրացուցիչ վճարներ չվճարեն։ Զբաղվածության մասով էլ չասեմ, որ այդ ծրագիրը տոտալ ձախողված է եւ մինչեւ հիմա արցախցիները ինչ զբաղվածություն ունեն գերակաշիռ մասը ամեն մեկը իր գլխի ճարը տեսել է եւ մենք դեռևս կայուն եկամուտ ու կայուն ու բավարար եկամուտ չունենք, որպեսզի կարողանանք ինքնուրույն խնդիրներ լուծել։ Եվ մի բան կուզեի վերջում արձանագրենք, որ ինչու որոշ չափով այս սոցիալ-տնտեսական հարցերը առաջնագիծ են մղվել մեր քննարկումների, առաջին հերթին, քանի որ իշխանություններն են անընդհատ այս դաշտ տանում, երկրորդը, քանի որ սրանք
հրատապ խնդիրներ են։ Եվ քանի դեռ մենք չենք կարողացել Արցախի ժողովրդի կայուն արժանապատիվ կեցություն ապահովել մայր հայրենիքում, Հայաստանում, մենք չենք կարող մնացած ավելի երկարաժամկետ ռազմավարական քաղաքական խնդիրները լուծել, այդ թվում հավաքական վերադարձի մասին խոսել եւ գործել։ Հետևաբար այս պահին ամենահրատապ եւ ամենակարևոր եւ ամենակարճաժամկետ ու ամենահնարավոր խնդիրը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որ մենք լուծենք։ Ընդ որում սա այն բացառիկ հարցերից է այս պահանջագրի մեջ ներառված, որը կախված է բացառապես Հայաստանի Հանրապետության իշխանությունների կամքից, միջազգային հանրությունից, Ադրբեջանից կախված չէ, ի տարբերություն մի շարք այլ հարցերի։ Հետևաբար միայն իրենք կարող են այդ խնդիրը լուծել առանց որևէ մեկի վրա պատասխանատվություն դնելու կամ իրենց վրայից գցելու պատասխանատվությունը։ Շատ կարճ մի հստակեցում, բնակարանային ծրագրի հետ կապված այս բոլոր խնդիրները, որոնք դուք թվարկեցիք եւ որ հանդիպումներ եք ունեցել եւ ներկայացրել եք փոխվարչապետին, հստակ ինչ արձագանք եք լսել, որ բարելավում կլինի, որ նախատեսվող գումարի չափը կմեծացվի, ինչ պատասխան եք լսել։ Մի քանի մասով ընդունել են, որ խնդիրը կա, պատրաստ են մանրամասն քննարկել եւ բարելավումներ կատարել, բայց ես դժվարանում եմ դեռևս ասել, թե կոնկրետ որ ուղղություններով են պատրաստ բարելավումներ իրականացնել։ Վստահ եմ, որ ընթացակարգային տեսանկյունից եղած դժվարությունները հիմնականում կարելի է կարգավորել, բովանդակային առումով աջակցության չափ, տեսակ փոխել, կապել զբաղվածության ծրագրերի հետ, ավելի մեծ աջակցություն ցուցաբերել զբաղվածության մասով, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն, հեռու բնակավայրեր գնալու կամ գյուղական բնակավայրեր եւ այլն, այս մասով դեռևս փորձագիտական խմբերը պետք է աշխատեն, որպեսզի արդյունքները մենք կարողանանք իմանալ։ Եթե սոցիալ-տնտեսական խնդիրների մասով քիչ թե շատ իրատեսական է, որ կարող է որոշակի բարելավում լինի կամ փոփոխություն լինի ձեր պահանջների կատարման տեսանկյունից, ապա քաղաքական պահանջների իմաստով խնդիրն առավել բարդ է, հատկապես Արցախայցյան հավաքական վերադարձի պահանջը։ Հայաստանի ղեկավարությունն ասում է, որ նման հնարավորություն իրենք չեն տեսնում, իրենք համարում են Արցախն Ադրբեջանի մաս, այժմ խաղաղության պայմանագրի բանակցություններն ավարտվել են, բայց Ադրբեջանը միևնույն է չի ստորագրում, եւ ըստ էության մեղադրանք է հնչում, որ ձեր այս պահանջները մեծ հաշվով քաղաքական պահանջները Մինսկի խումբը չլուծարել, արցախցիների վերադարձի հարցը բերել օրակարգ, դա ընդհանրապես կտապալի բանակցություններ եւ Ադրբեջանին առիթ կտա ենթադրենք պատերազմի գնալ, մի խոսքով Հայաստանի համար նոր սպառնալիքներ կծագեն, ձեր արձագանքը։ Անկեղծ ասեմ, ինչ որ պահի, որ այսպես շարունակվի, իրենք ստիպված են լինելու արդեն Հայաստանի մասին խոսել ադրբեջանական տերմինաբանությամբ, օրինակ ասել Արևմտյան Ադրբեջան, Երևանը Երևան ու նմանատիպ տերմինաբանություն կիրառել, որպեսզի հանկարծ Ալիևը չհարձակվի Հայաստանի վրա։ Այսինքն ես վստահեցնում եմ, որ Ալիևի պահանջների կամ սպառնալիքների ցուցակը դեռ շատ մեծ է եւ դարակում ինքը շատ բաներ ունի դրած, որոնք օգտագործելու է։ Հետեւաբար նայեք, հավաքական վերադարձը բոլորս հասկանում ենք, որ այս պահին իրատեսական չէ։ Եվ բոլորս հասկանում ենք, որ հավաքական վերադարձի ճանապարհը անցնում է ուժեղ եւ զարգացած եւ ազգային պատասխանատվություն ստանձնող Հայաստանի Հանրապետության ճանապարհով, միջոցով։ Քանի դեռ մենք չունենք ուժեղ, զարգացած եւ ազգային պատասխանատվություն ստանձնող Հայաստանի Հանրապետություն, մենք չենք կարող մեր հավաքական վերադարձի առումով գործնական արդյունքներ ունենալ։ Բայց ինչ ենք մենք ակնկալում ու պահանջում, շատ ռացիոնալ, պրագմատիկ առաջարկ է, որ այս թեման չպետք է փակել։ Այն դեպքում, որ մենք ունենք միջազգային իրավական բոլոր հիմքերը, մենք ունենք արդար խաղաղության համար բոլոր հիմքերը եւ միջազգային պրակտիկան, մենք ասում ենք, եկեք ուղղակի այս հարցը բանակցային սեղանին դրեք, ընդ որում, եթե մի քիչ գոնե տակտիկական առումով խելացի իշխանություններ լինեին, լավ, չեն ուզում մենք վերադառնանք, սա համարում են իրենց գաղափարախոսությանը դեմ, գոնե ադրբեջանական նարատիվներին, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նարատիվին, իրենք կարող են դեմ ներկայացնել մեր ժողովրդի հավաքական վերադարձը։ Սա ամենապարզ տակտիկական բանակցային փոքր հնարքն է, որ կարող են կիրառել, բայց իրենք
Ոչ սա են կիրառում, ոչ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի վերադարձի հարցն են բարձրացնում, էլ չեմ ասում մնացած հարցերը։ Իսկ հավաքական վերադարձը իրենք, այսինքն Հայաստանի իշխանությունները սեղանին դնեն չդնեն, օրակարգից հանեն չհանեն, միևնույն է Արցախի ժողովուրդը եւ մենք բոլորս Արցախի ժողովրդի քաղաքասարակությունը, իշխանությունները անընդհատ բարձրաձայնելու են։ Ու ես վստահ եմ, որ վաղ թե ուշ նոր իշխանություն է գալու Հայաստանի Հանրապետությունում, որը ստիպված թե հենց իրենց ծրագրից ելնելով այս հարցերին անդրադառնալու է, բայց նորից ասեմ, մենք բոլորս գիտակցում ենք, որ մենք արցախցիներս էլ պետք է օգնենք, որ Հայաստանի Հանրապետությունը այս պահին պաշտպանված անվտանգ լինի, աստիճանաբար զարգանա եւ զորանա, որպեսզի մեկ օր մենք ավելի գործնական արդյունքներ ունենանք նաև հավաքական վերադարձի մասով։ Մնացած հարցերը ավելի հեշտ լուծելի է, եթե իշխանությունները դրա քաղաքական կամքը ունենան։ Միջազգային գանգատները չպետք է հետ վերցնեն, որը շատ կարևոր է մեր բոլոր իրավունքների պաշտպանության համար, ընդ որում ամբողջ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Ինչու, որովհետև հայատյացության դեմ կամ ռասայական խտրականության դեմ կոնվենցիայի հիմքով ներկայացված գանգատը վերաբերում է բոլոր հայերի իրավունքների պաշտպանությանը, ընդ որում դա շատ կարևոր մեխանիզմ է արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար, որովհետև մենք խաղաղություն երբևէ չենք ունենալու, քանի դեռ Ադրբեջանում կա հայատյացության քաղաքականությունը, իսկ սրա մասին ոչ ոք չի խոսում։ Մնացածը մշակութային ժառանգության պաշտպանություն, մեր գույքի պաշտպանությունը, գերիների ազատ արձակումը եւ այլն, սրանք շատ ավելի քիչ քաղաքական կապիտալ ենթադրող, շատ ավելի հեշտ իրագործելի նպատակներ են, որոնք հնարավոր է անել նաեւ ներկա Հայաստանի Հանրապետության ռեսուրսներով, նույնիսկ գործող իշխանությունների միջոցով, բայց դրա համար պետք է իրենք քաղաքական կամք ունենան։ Ինչու ենք մենք սրանք պնդում, որովհետև նայեք, մեր հավաքական վերադարձը շատ ավելի քիչ հավանական կլինի, եթե Արցախում մեր մշակութային ժառանգությունը ոչնչանա, մեր գերեզմանները ոչնչանան եւ մեր սեփականությունը կամ հիմնահատակ քանդեն, մեր տները, մնացած սեփականությունը կամ յուրացնեն։ Հետևաբար նաեւ Եվրոպական դատարանի եւ Արդարադատության միջազգային դատարանի ակտերի հիման վրա, որոնք իդեպ կայացվել են Հայաստանի Հանրապետության դիմումների հիման վրա, պետք է մեր գույքը պաշտպանված լինի այնտեղ, ներառյալ մեր մշակութային ժառանգությունը։ Իսկ Հայաստանի իշխանությունները ուղղակի բերանները ջուր առած ոչ մի բան չեն ասում հայկական ժառանգության ոչնչացման դեպքերի վերաբերյալ, ոչ մի բառ։ Այն դեպքում, որ իրենք ստանձնել են պարտավորություն նաև միջազգային դատական ատյանների ակտերով։ Վերջին շրջանում հատկապես արցախցիների հասցեին ընդհանուր առմամբ տարբեր մեղադրանքներ, այդ թվում ատելության խոսք է հնչում, ներառյալ նաև իշխանության հետ ասոցացվող մեդիա հարթակներում, եւ մեծ հաշվով դրանք հետեւյալին են հանգում, որ ձեր երկիրը լուծարել եք, հանրապետությունը լուծարել եք, հիմա եկել եք Հայաստանն եք ուզում նույն ճակատագրին արժանացնել, Հայաստանը բազում վտանգների սպառնալիքի տակ է, չեք թողնում, որպեսզի Հայաստանն իր հարցերը լուծի։ Սրան գումարած նաև վերջին շրջանում շատ քննարկվեց արտգործնախարարության այն հայտարարությունը, որ այդ լուծարման վերաբերյալ փաստաթուղթն է եղել պատճառը, որ արցախցիների իրավունքների հարցը այլևս Ադրբեջանի հետ չի քննարկում։ Մինչև այդ քննարկում է եւ որ այդ փաստաթուղթը եղավ ու տեղահանումը եղավ, այնտեղ էլ հայլ չմնաց, չեն քննարկում։ Այս ամբողջ ընդհանրապես ինչի հետ է կապված, ինչու է նման ընդհանրապես տեղեկատվական արշավ լինում։ Դրանք բոլորը բացարձակ հիմարություններ են եւ իշխանությունների թեզերն են, որպեսզի իրենց վրայից պատասխանատվությունը գցեն։ Նախ Արցախի ժողովուրդը, ես վստահ եմ, ոչ պակաս չափով, քան այս բարբաջողները, այսպես ասեմ, ավելի շատ են մտածում նույնիսկ Հայաստանի Հանրապետության անվտանգության ու պետականության մասին։ Եվ եթե մենք ուզում ենք այստեղ ապրել, դա նշանակում է մենք պատասխանատվություն ենք ստանձնում։ Եվ Արցախն ու Հայաստանը հավասարապես մեզ համար հայրենիքներ են, մեր հայրենիքի անբաժանելի մասն են, այսպես ասեմ։ Հաջորդը, սրանք թեզեր են, որոնք իրենք միշտ կիրառում են իրենց վրայից պատասխանատվությունը գցելու եւ անընդհատ զոհին
մեղադրելու համար։ Տվյալ դեպքում զոհը մենք ենք, բայց այլ իրավիճակներում կարող են ուրիշներ լինել, իրենք անընդհատ փորձում են զոհին մեղադրել, որը շատ լուրջ խնդրեմ է։ Հաջորդը իրենք իրենց ատելության թշնամանքի քարոզով իշխանությունները պարակտում են հասարակությունը եւ այդ պարակտման միջոցով կառավարում են հասարակությանը, որովհետեւ մոբիլիզացված հասարակությունը հատկապես այսպիսի կարևոր ազգային օրակարգերի շուրջ համար 1 վտանգն է իշխանությունների համար։ Իրենք պարակտում են, որպեսզի իրենց իշխանությունը պահեն եւ նույնիսկ կարող եմ ասել, սա իրենց գլխավոր քաղաքական մեթոդաբանությունն ու ռեսուրսն է իշխանությունը պահելու համար։ Եվ դրա համար մենք նաեւ պահանջագրում ներառել ենք ատելության քարոզի դադարեցումը եւ նմանատիպ քարոզ իրականացնողների պատիժը իրավական համակարգին համապատասխան կամ օրենսդրությանը, քրեական օրենսդրությանը համապատասխան։ Մենք այս ուղղությամբ արդեն գործընթաց սկսել ենք, ավելի հետևողական ենք լինելու ու ավելի ընդլայնելու ենք մեր պայքարը սրա դեմ եւ այս ատելության քարոզ անողները ու նրանց հետևում կանգնածները պետք է պատժվեն մեկ օր։ Դա կլինի այսօր, 1 ամսից, թե 1 տարուց, թե որևէ մեկ օր, ես վստահեցնում եմ, որ պատժվելու են։ Դրա համար թող իրենք զգուշ լինեն, իրենց հետևից վաղ թե ուշ գալու ենք։ Եվ կապ չունի միայն արցախցիների դեմ են ատելություն քարոզում, թե հայ ժողովրդի մեջ ուրիշ այլ խմբերի դեմ են քարոզում, ատելությունը, թշնամանքը մեր ներսում, մեր ազգի, մեր ժողովրդի ներսում պետք է բացառվի։ Եվ եթե դա անում է իշխանությունը, դա շատ ավելի մեծ հանցանք է, դրա համար մենք այս հարցում կոշտ ենք լինելու։ Եվ վերջին հարցը, պարոն Բեգլարյան, 3 բողոքի ակցիա տեղի ունեցավ Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ, հանդիպում էին պահանջում արցախցիները նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, պնդում, որպեսզի ինչպես ձևակերպվում էր, արցախցիներից թալանվածը հետ բերվի, դրանով նաև սոցիալական խնդիրները լուծվեն, քանի որ արցախցիների սոցիալական վիճակի ինչի մասն է խոսում ենք շատ վատ էր։ Ընդհանրապես ձեր նախաձեռնությունը կապ ունի այս ակցիայի հետ, եթե ոչ, ապա ինչ դիրքորոշում ունեք այս հարցում, այս պահանջի հարցում։ Չէ, մեր խորհուրդը որևէ կապ չունի այս ակցիայի հետ եւ կարծում եմ բոլորս էլ համամիտ կլինենք խորհրդի բոլոր անդամները, որ համար 1 հասցեատերը նման պահանջների Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որի վերաբերյալ մենք իդեպ դիրքորոշում հայտնեցինք երկուշաբթի օրը ամսի 14-ին դատախազության առջև ակցիայով, որի ժամանակ նաև մեր ներկայացուցիչներից մեկը ելույթ ունեցավ եւ պահանջեց, որ դատախազությունը պատշաճ քայլեր կատարի, բոլոր հաղորդումները, իդեպ նաև նույն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հաղորդումը նմանատիպ կոռուպցիոն հնարավոր երևույթների վերաբերյալ իրենք պատշաճ կերպով քննեն եւ եթե նմանատիպ դեպքեր եղել են գումարները վերադարձնեն, բայց ես տպավորություն ունեմ, որ Հայաստանի իշխանություններին լավ էլ ձեռ է տալիս այս օրակարգը, իրենք անընդհատ արցախցիներին ու Արցախի իշխանություններին են մեղադրում կոռուպցիայի մեջ, ասում են գնացեք ձերոնցից գումարները ուզեք եւ այլն, կրկին նույն իրենց վրայից պատասխանատվությունը գցելու ձևերից մեկն է, այն դեպքում, որ իրենք բոլոր տվյալների շտեմարանները ունեն, 1.5 տարի է իրենք մի քանի քրեական գործ ունեն հարուցած եւ վարույթ ունեն, որի շրջանակներում գիտեն, որ Արցախի իշխանությունների տարբեր պաշտոնյաների հարցաքննել են, որքան տեղյակ եմ նույնիսկ նախագահային են հարցաքննել կամ վկայություն են վերցրել, բայց առ այսօր որևէ դեպք բացահայտված չէ։ Ու ես վստահաբար ասում եմ, որ քարոզչական դաշտում այնպիսի թվեր են հնչում, որոնք աստղաբաշխական են եւ Արցախի Հանրապետությունում հնարավոր չէր նմանատիպ ստվերային տնտեսություն լիներ կամ այդքան գումարներ լինեին, բայց մյուս կողմից որքան էլ եղել է եւ Արցախում եւ Հայաստանում, այո, ես կարծում եմ, որ բոլոր գումարները պետք է վերադարձվեն ժողովրդին, բայց սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավորություններ չունեն սոցիալական խնդիրներ լուծելու։ Կուզեմ վերջում ընդգծել նաեւ, որ մենք հրապարակային մեր պահանջագրում նաեւ արձանագրել ենք, որ մենք չենք ուզում
մեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը Հայաստանի ժողովրդի հաշվին, այդ թվում բանկերից գումարներ վերցնելով Հայաստանի կառավարության կողմից, այլ մենք պահանջում ենք միջազգային դոնոր կոնֆերանս կազմակերպել, որի վերաբերյալ տեղահանումից հետո բազմիցս հրապարակային եւ ոչ հրապարակային առաջարկներ են եղել, ընդ որում բացահայտեմ նաեւ, որ Սփյուռքյան մի քանի խոշոր կազմակերպությունների կողմից առաջարկ է եղել գրավոր իշխանություններին, իրենք մերժել են։ Այն դեպքում, որ եթե այն ժամանակ կազմակերպվեր, միգուցե բոլոր անհրաժեշտ գումարները կհավաքագրվեին միջազգային կազմակերպություններից, տարբեր երկրներից եւ Սփյուռքից, եւ կարիք չէր լինի գումարներ գեներացնել Հայաստանի ժողովրդի ու հաջորդ սերունդների հաշվին։ Վերադառնալով կրկին մեր այսօրվա թեմաներին, նկատի ունեմ մեր պայքարը ինչպես ենք շարունակելու, կառավարության կողմից ինչ առաջարկներ կան եւ այլն, կուզեի ամփոփեմ, որ ինչպես մենք հայտարարել ենք ապրիլի 15-ին, մենք առաջիկա օրերին հանրային քննարկումներ ունենք Արցախի ժողովրդի տարբեր խմբերի հետ եւ այդ քննարկումների արդյունքում հաջորդ շաբաթ ամփոփելու ենք եւ հայտարարելու ենք մեր որոշումը, թե մեր պայքարը ինչպես ենք շարունակում։ Խոշոր առումով գլխավոր հարցն այն է, թե արդյոք շարունակում ենք, այսպես ասած, վրանային ձևաչափը պայքարի, թե կառավարության առաջարկը ընդունում ենք եւ վրանը հանում ենք ու այլ ֆորմատով ենք իրենց հետ քննարկումներ շարունակում։ Անկեղծորեն ասեմ, որ բավականին լուրջ արձագանքներ ես ինքս լսել եմ, իմ դիրքորոշումը հստակ է, որ վրանը որևէ կերպ բանակցություններին չի խանգարում, բայց ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի մոտ էլ նմանատիպ տրամադրություններ կան, որ պետք է ուղղակի գնալ, քննարկել, պայքարը շարունակել հանրային կերպով եւ ստանալ վերջնական ու ամբողջական լուծումներ։ Այս տեսանկյունից խորհուրդը իհարկե վերջնական որոշում կկայացնի հանրային քննարկումների արդյունքում, բայց մենք էլ բավականին մեծ պատասխանատվության տակ ենք մտել, նաև հանրահավաքով վրանը տեղադրելով, այս ֆորմատով մեր վրա տարբեր կողմերից ճնշումներ զգալով, բայց պահելով վրանի այս աշխատանքային կառուցողական ձևաչափը եւ ես կարծում եմ, որ վրանը մյուս կողմից նաեւ խորհրդանիշ է դարձել պայքարի եւ հարթակ է դարձել հանրային համախմբման համար, որը խոշոր առումով չպետք է կառավարությանը որևէ կերպ խանգարի կառուցողական աշխատանքներ կատարելու եւ խնդիրները լուծելու համար։